Ինչպես Starbucks-ին հաղթել իր սեփական խաղադաշտում։ Չինական Luckin Coffee-ն դա արեց Չինաստանում, իսկ հիմա էլ նեղում է նրան արդեն ԱՄՆ-ում։ Starbucks-ին պահանջվեց 16 տարի, որպեսզի Չինաստանում բացի 1000 սրճարան։ Luckin Coffee-ն դա արեց ընդամենը 10 ամսում։ Luckin-ի մոդելը կառուցված է 3 օպերացիոն առավելությունների վրա՝ արագ պատվեր հավելվածով, փոքր take-away կետեր, մատչելի եւ հաճախ թարմացվող տեսականի։ Բացի դրանից, Luckin-ը կառուցեց ծուղակ Starbucks-ի համար։ Ներքևի գնային սեգմենտում ճնշում է Luckin-ը, իսկ վերևի գնային սեգմենտից հենց իրենց պատկանող Blue Bottle Premium brand-ը։ Արդյունքում Starbucks-ը հայտնվեց բիզնեսի համար ամենավտանգավոր գոտում։ Ոչ ամենաէժանն է եւ ոչ ամենաէքսկլյուզիվը։ Սա հնարավոր եղավ, որովհետեւ Luckin-ը ուղղակի սրճարան չէ, այն տեխնոլոգիական ընկերություն է, որը վաճառում է սուրճ։ Ամեն ինչ հիմնված է տվյալների վրա՝ նախասիրությունների վերլուծություն, վաճառքների կանխատեսում եւ մինի take-away կետեր։ Յուրաքանչյուր նոր կետի բացումը հաշվարկվում է հատուկ ալգորիթմի միջոցով, այլ ոչ թե ինտուիցիայի հիման վրա։ Բազմապարական դասը պարզ է։ Շուկայի առաջատարին չեն հաղթում նրան նմանակելով, այլ կենտրոնանում են այն խնդիրների վրա, որը նա չի կարողացել լուծել իր հաճախորդների համար։